փոքր ժամանակից փորձում եմ ինչ-որ կախարդական փայտիկներից սարքել։ Հարի Փոթերից ոգեշնչված Ջիմը վաղ տարիքում փորձում էր իր հրաշագործ փայտիկով հավատ ներշնչել մարդկանց, որ երազանքները իրականանում են։ Հիմա ուզում է իր անիմացիոն ֆիլմը ստեղծել։ Իմ միտքը այդ ֆիլմի նրանում է, որ անցյալից պետք չի բռնվել, իրան պետք է ոնց որ ապրել ու բաց թողնել, ինչքան էլ այնտեղ լավ չլինի, ինչքան էլ դու չկարոտես այն ժամանակները, երբ որ ամեն ինչ քո կարծիքով ավելի հեշտ էր, պետք է զուտ դա բաց թողնել ու շարունակել ապրել իրականությունում։ Իրական կյանքում էլ Ջիմը իր կախարդական աշխարհն է ստեղծել։ Սպինալ մկանային ատրոֆիայով ապրելը չի խանգարում ստեղծագործել իր ներաշխարհը արտացոլել կտավներում, կտավներ, որոնցից շատերում մարդիկ չկան։ Իմաստը, որ իրերը ու տարածությունները առանց մարդկանց էլ ոնց որ իրանց կյանք ունեն։ Զուտ որ մարդիկ ուշադրություն դարձնեն իրերին, որոնք նրանց շրջապատում են։ Ջիմի նման եւս մոտ 12 հոգի մեր երկրում ունի ողնուղեղային կամ սպինալ մկանային ատրոֆիա, որը ուղեկցվում է մկանային թուլությամբ, հյուծմամբ։ Սպինալ մկանային ատրոֆիան ժառանգական հիվանդություն է։ Այն հանդիպում է այն ժամանակ, երբ ծնողներից յուրաքանչյուրը լինում է գենի մուտացիայի կրող, եւ այդ ծնողներից ժառանգված երկու մուտացիաները հանդիպում են մեկ օրգանիզմում։ Հիվանդությունը դրսևորվում է տարբեր ձևերով, կախված ծանրությունից եւ տարիքից։ Ինչքան վաղ է սկիզբը, այդքան ավելի ծանր է ընթացքը, այդքան ատրոֆիան մկանային ավելի արագ է ընթանում եւ երեխաները հիմնականում չեն ապրում մինչեւ 1-2 տարեկան։ Հիվանդության մյուս ձևերի ժամանակ մկանային թուլությունը միևնույնն է պրոգրեսիվում է, բայց տևողությունը կյանքի դժվար է կռահել։ Առանց գենային թերապիայի ամեն դեպքում կյանքի տևողությունը կարճ է։ Հազվադեպ հանդիպող հիվանդության բուժումը գենային թերապիան արդեն հասանելի է ամբողջ աշխարհում։ Կամ դու շտկում ես հիվանդի հիվանդ գենը նորից հատուկ գենային միջոցներով, կամ դու հիվանդին ներարկում ես նոր առողջ գեն, որն էլ արդեն կոդավորում է առողջ սպիտակուց, որը անհրաժեշտ է նեյրոնների, այսինքն նյարդային բջիջների համար, որպեսզի նրանք կարողանան նյարդավորել մկանները։ Նոր գենի ներմուծումը կատարվում է միանվագ ներերակային ներարկմամբ։ Թանկարժեք այս դեղամիջոցի գինը մոտ 1.5 միլիոն դոլար է։ Եվ այսուհետ այդ հիվանդը այլևս հիվանդ չի համարվում։ Եվ բնականաբար ինչքան վաղ լինի թերապևտիկ միջամտությունը, այդքան արդյունքը ավելի լավ է, որովհետև եթե հիվանդությունը արդեն պրոգրեսիվել է, այնինչ հիվանդը կորցրել է, այլևս հետ չես բերի։ Բժիշկը ներկայացնում է բուժման մյուս մեթոդը։ Այստեղ մենք ունենք դեղ, որը ներմուծում ենք ողնուղեղային հեղուկ 3 ամիսը 1, որը իհարկե ավելի բարդ է կիրառման տեսանկյունից, եւ ունենք դեղորայք, որը հիվանդը ընդունում է ամեն օր պարզապես բերանացի, փոշիացված դեղ, որն լուծվում է հատուկ հեղուկի մեջ եւ ամեն օրվա ընդունում է մինչեւ կյանքի վերջ։ Եվրոպական երկրներում, Ավստրալիայում, Կանադայում գենային թերապիան հասանելի է առողջության ապահովագրությամբ, Վրաստանում պետպատվերի շրջանակներում, նշում է բժիշկը։ Մենք մեր խնդրանքով դիմել ենք նախարարությանը հասանելի դարձնել այս դեղամիջոցը, կյանք փրկող դեղամիջոցը նաև մեր հայ երեխաների եւ երիտասարդների համար։ Վերջին տարիներին Ջիմը սկսել էր դժվար քայլել, նախորդ տարի վիճակը կտրուկ վատացել էր։ Որոշեցի այդ ռիսկին գնալ եւ փորձել գոնե 2-3 ամսվա գումարը հավաքել, որ Ջիմը սկսի դեղը ընդունել, որպեսզի կանգնի այդ վատթարացման ընթացքը։ Եվ ի զարմանս ինձ ես գրառում արեցի Facebook-ում, շատ մարդիկ արձագանքեցին, շատ կազմակերպություններ, հիմնադրամներ եւ մենք կարողացանք գրեթե արդեն մի տարի մենք ապահովում ենք այդ դեղը։ Դեղամիջոցի ազդեցությունից գոհ են։ Շարքային քաղաքացու համար դա անհասանելի գումարներ են։ Այդ պատճառով, չգիտեմ, մենք շարունակում ենք մեր պայքարը, որ մեր երկրում էլ այդ դեղը դառնա հասանելի։ Արդեն Ջիմը առաջիններով սկսեց դեղը ընդունել Հայաստանում։ Ջիմից հետո արդեն 3-4 երեխա են ընդունում եւ բոլորը գրանցում են լավացում, բայց բոլորը ստանում են դեղը էլի հանգանակության միջոցով։ Ինքս իմ հետ հաշտեմ,
Այդ իրականում հեշտ չէր դրան հասնելը, որովհետև ես շատ երկար եմ անցնում նրան ոնց որ ինչ-որ բաների միջով, որոնք ինքս ինձ իմ մեջ հանգիստ չէին տալիս, որ ես չպետք է սենց լինեմ։ Ուզում է, որ բոլորը ընդունեն իրեն այնպիսին, ինչպիսին կա, ձգտում է հասնել նպատակներին։ Նկարների անհատական ցուցահանդեսը արդեն իրականություն է, հաջորդը ֆիլմի գաղափարն է։ Այս կյանքում անհնար հաստատ ոչ մի բան չկա։ Դե ոնց որ ռազումի բաներով, բայց եթե ինչ-որ նպատակ ունես, զուտ պետք է դրա համար աշխատես ու անպայման դրան կարաս հասնես, էլի։ Նարեկ Ոսկանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։